Ողջույն սիրելի հետևորդներ, հեռուստադիտողներ։ Դուք դիտում եք հայացք դրսից նախագծի հերթական ռեպորտաժը։ Այսօր մայիսի 31-ին Մոսկվայում Կոսերևի անվան ստեղծագործական կենտրոնում գեղեցիկ պարային համերգ է։ Սոֆի Դևոյանի Պարի դպրոցի մոսկովյան մասնաճյուղի հաշվետու համերգը։ Բոլորիս սպասվում է անմոռանալի, գեղեցիկ եւ տպավորիչ երեկո։ Կփորձենք իհարկե ձեզ փոխանցել համերգի տպավորությունները, մթնոլորտը եւ իհարկե գույները։ Դե ինչ ես առաջարկում եմ չանջատել, մնալ հայաց դրսից նախագծի հետ, իսկ ես գնամ ձեզ փոխանցելու այսօրվա ողջ տրամադրությունը։ Ինչպես տեսնում եք, համերգի նախապատրաստական աշխատանքներն են, բեմում ընթանում է փորձ, իսկ այս գեղեցիկ համերգը սիրով եւ մեծ ուրախությամբ կվարեմ ես, ինչի համար շնորհակալ եմ։ Армянского танца. Неповторимая, заслуженная артистка Армении, всеми любимая Софи Девоян. Ваши аплодисменты, Софья Раевна. Мы очень рады приветствовать вас в этом зале в Москве. Добро пожаловать. Для нас большая честь. Слово вам. Ողջույն Սոֆա Ռայվնա ջան։ Ողջույն Մարինочка, ողջույն։ Բարի գալուստ Մոսկվա։ Շատ հրաշալի առիթով եք եկել։ Ուզում եմ ձեր տպավորություններով եւ տրամադրությամբ ու զգացողություններով կիսվեք ձեզ։ Դե բնականաբար ստեղ սովորում են մեր սաները։ Շատ երջանիկ եմ եւ ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն այստեղ էլ դպրոցներ ունենալ, որովհետեւ երեխաները, ովքեր ապրում են Ռուսաստանում, ավելի քիչ են շփում են հայկական սովորույթների հետ եւ սա մի առիթ է, որ դու դա ավելի շեշտես եւ երեխաները շատ բան սովորեն հենց այստեղ ապրելով, որ կապը երբևէ Հայաստանի հետ չկտրվի եւ ասեմ, որ մեծ հաջողություններ ունեցան, մասնակցեցին բավականին հետաքրքիր ուժեղ փառատոնին Կրեմլովսկի զվյոզդե եւ անսպասելի էր ինձ համար իհարկե, որովհետեւ իրոք շատ ուժեղ խմբեր կային, ինձ այդպես ասացին, ես ներկա չեմ եղել, իրանք ստացան Grand Prix եւ շատ ողջավորված են։ Այո, համացանցում շատ լայն տարածում էր գտել։ Դա իրանք շատ ողջավորված էին դրանով, որտեղ չէին, ոչ մեկը չէր սպասում, բայց ասեմ, որ ժյուրին շատ հիացած էր եւ հիացած էր հենց ձեռքերի վրա։ Դե դա Դևոյանական ձեռագիրն է, Դևոյանական ձեռքերը։ Մարինա, կարծում եմ, երբ ես 92 թվին հենց շեշտը դրեցի ձեռքերի վրա, կարծում եմ ես չսխալվեցի, որովհետև ոնց որ ես հիմա տեսնում եմ, ամբողջ աշխարհն է դա անում, յուրաքանչյուր ոճի մեջ հիմա շեշտը դրվում է ձեռքերի վրա, դե երևի ճիշտ է։ Ճիշտ է, որովհետև ամենաարտահայտիչ երևի մարմնի վրա դա ձեռքերն են, որ իրանք կարող են ասել ամեն ինչ, կարող են սիրել, կարող են մերժել, կարող են կանչել, ամեն ինչ։ Եվ հաղթել։ Ամեն ինչ։ Եվ իհարկե ես էլ եմ ոգևորված, բալիկներն են շատ ոգևորված, որովհետև իրանց այսօրվա իրանք որ ինձ տեսնում են, այնքան ես հուզվում եմ ճիշտն ասած, որովհետև դե ես սովոր եմ, որ իմ երեխաները նկատի ունեմ մեր դպրոցում, Հայաստանում, որ արդեն մի հատը չի, այլ մի 15 դպրոց ունենք, իրենք ինձ հաճախ են տեսնում, բայց այս երեխաները, իրանց աչիկները կարոտած սպասում են։ Կարոտած, այո,
Իհարկե ես շատ հուզվում եմ այդ պահերից։ Ես կարծում եմ, որ այսօր երեխաները շատ հուզված են, բայց կփորձեն անել ամեն ինչ, որ գոհացնեն եւ ինձ, եւ իրենց դասատուին, որը այսքան ջանք է թափում ու աշխատում է իրանց հետ, եւ բոլոր նրանց, ովքեր իրենց կողքին են, կարծում եմ ծնողները գող կլինեն։ Տեսնենք, ամենայն դեպս ես շատ հանգիստ եմ։ Հանգիստ եմ այդ առումով, որովհետեւ միշտ պետք է հաշվի առնել, որ իրանք սովորող երեխաներ են, իրենք դեռ սովորում են, բայց իրենք բավականին պրոֆի ներկայացնում են այն, ինչ անում են։ Սա է պատճառը, որ ես այսօր գտնվում եմ Մոսկվայում, իսկ ինչ վերաբերվում է մեր ընդհանրապես պլանների մասին, հիմա պատրաստում եմ մի շատ օրիգինալ ու շատ հետաքրքիր ներկայացում Անահիտ Ղազարոս Աղայանի, որտեղ մի քանի ոճ է լինելու։ Ես սիրում եմ սինտեզը ընդհանրապես, այդտեղ շատ ավելին է լինելու, ինքը լինելու է բավականին մոդեռն։ Դա Հայաստանում եք անելու ներկայացում։ Այո, Հայաստանում եմ անելու, Բարյոկ թատրոնն է։ Իր վրա է բեմադրվում, լինելու են եւ տղաներ։ Դե դու գիտես, ես հիմա տղաներ չունեմ, բայց հրավիրում եմ տղաներին։ Շատ հետաքրքիր գործ է սպասում։ Շատ հետաքրքիր զգեստներ են լինելու, շատ անսովոր։ Կարծում եմ, որ մի օր էլ Մոսկվայում մենք ելույթ կունենանք, գանք հյուրախաղերով, որովհետև այդ ներկայացումը նախարարությունն էլ է շատ հետաքրքրված, անգամ իրենք ինչ-որ մի գումար ֆինանսավորեցին, դա երևի առաջի անգամ էր, որ նախարարությունը աջակցեց։ Դա միայն Հայաստանում չենք ներկայացնելու, տարբեր երկրներում ներկայացնենք։ Հրաշալի է, ես մաղթում եմ հաջողություն ձեր նոր նախագծին։ Շատ շնորհակալ եմ։ Ես վստահ եմ, որ ինչպես միշտ գեղեցիկ ներկայացում է լինելու։ Սոֆարևնա, իսկ Հայաստանում ունենալով այդ դպրոց, շատ տարիների փորձ որպես մանկավարժ, կա ինչ-որ մի առանձնահատուկ տարբերություն այնտեղի սաների եւ այստեղի, ինչ-որ մի բան կա, որ կառանձնացնեք։ Այստեղ երեխաները ավելի ոգևորված են։ Ավելի դա բնական է։ Իրանք այնտեղ շփվում են, իրանք իրենց տանն են։ Իսկ այս երեխաները իհարկե շատ ավելի իրանք սրտատրոփ սպասում են ամեն մի ներկայացման, ամեն մի ելույթին։ Հիմա մենք օրինակ այսօրվա համերգին, բացի նրանից, որ իրանք խմբակային պարեր են պարելու, լինելու են սոլո պարեր, որտեղ աղջիկները ներկայանում են մենակ բեմում, իսկ դա շատ բարդ բան է ու շատ ոգևորված են։ Մի քիչ ինձ համար պրոբլեմատիկ է իհարկե, մի հարցը շատ պրոբլեմատիկ է, բայց լուծում եմ կամաց-կամաց։ Բան նրանումն է, որ ամբողջ զգեստները, որ այսօր հանդիսատեսը կտեսնի, մենք մեր կողմից ենք կարում, Երևանում էլ նույնն է, մենք գումար դրա համար չենք հավաքում ծնողներից, ու մի քիչ դժվար է, որովհետև իրանք հերո են ինձանից։ Հայաստանում կարվում է եւ այո, բերվում է։ իսկ հիմա Հայաստանում կարվում է, բերվում է այստեղ, ծրագիրը գնալով մեծանում է, ուրեմն իմ գործն էլ է մեծանում, բայց պետք է փորձեմ, այո, շատ հետաքրքիր զգեստներ, հիմա արդեն պլանի մեջ կա, բավականին շատ զգեստներ պետք է կարենք եւ ուղարկենք այստեղ Մոսկվա։ Շնորհակալություն, մաղթում ենք գեղեցիկ ու հաճելի համերգ եւ իհարկե կսպասենք կրկին անգամ ձեզ Մոսկվայում։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, ձեզ հաջողություն եմ մաղթում, բոլորին լավ տրամադրություն եւ առողջություն։ Սիրում եմ ձեզ շատ։ Дамы и господа, добрый вечер, дорогие наши зрители. Мы очень рады приветствовать вас всех в этом замечательном зале Центра творчества имени Косарева. Добро пожаловать!
արտիստ, հմայիչ Զարուհի Բաբայան, դիմավորեք ձեր ծափարությունները։ Բարի գալիս Մոսկվա։ Ողջույն, շատ ուրախ եմ, որ Մոսկվայում եմ, շատ ուրախ եմ, որ մենք էլի հանդիպեցինք եւ անչափ ուրախ եմ, որ մեր ետևում հիմա շատ գեղեցիկ երեկո է եւ համերգ է անցնում, որտեղ մեր հրաշք փոքրիկ հայուհիները Մոսկվայաբնակ իրենց տաղանդով եւ իրենց ելույթով հիացնում են ծնողներին եւ հյուրերին։ Դու նույնպես քո գեղեցիկ կատարումներով էլ ավելի ես գեղեցկացնում համերգը։ Ես անչափ մեծ ուրախությամբ ամեն անգամ ընդունում եմ այս հրավերը եւ գալիս եմ Մոսկվա եւ Տիկին Դևանի դպրոցների այս գեղեցիկ ելույթները երևի թե ծաղկացնում եմ, որովհետեւ անչափ ուրախ եմ, որ ամեն անգամ տեսնում եմ ծնողներին իրենց այդ փայլող աչքերը եւ ես էլ շատ ուրախանում եմ, որ կարողանում եմ ինքս իմ կողմից էլի ջերմ ուրախ պահեր իրենց համար նվիրել։ Այնպես որ ես վստահ եմ, որ այս դպրոցը մեծանալու է եւ ավելի շատ երեխաներ եւ ծնողներ են դառնալու մեր մեծ ընտանիքի անդամները եւ ես միշտ ինչքանով որ կկարողանամ միշտ կգեղեցկացնեմ այս երեկոները։ Հայ աչքեր ջահելույսի չի մտնի երկինքը ձեր Զարուհի Բաբայանի եւ իհարկե հուսանք, որ քո երկի խումբը մի օր իր դռներ կբացվի Մոսկվայում։ Այո, ես էլ եմ շատ մեծ հույսեր ունեմ, որ այդ օրը գալու է անպայման։ Եվ ես ուզում եմ կրծել Սոֆի Դևոյանից նույնպես իր տպավորությունները, տրամադրությունը, ինչ կասես։ Ետնաբեմում իրականում շատ խառը մթնոլորտ է տիրում, բայց ամեն ինչ Всё под контролем, ամեն ինչ լավ է։ Այո, ամեն ինչ շատ գեղեցիկ է, երեխաները սենց սրտացրով սպասում են իրենց ելույթներին, շատ գեղեցիկ հագած եւ հուսով ենք, որ հանդիսատեսը կհավանի ամեն ինչ։ Դու ինչ ես պատրաստել այս անգամ։ Ես այսօր ապրելու եմ Արնո Բաբաջանյանի էլեգիայի ներքո եւ հուսով եմ, որ կհիացնենք Դալիճին։ Վստահաբար, մենք կվայելենք քո գեղեցիկ բարը։ Շնորհակալ։ Ես շատ ուրախ եմ, որ դու այսօր այստեղ ես։ Ես եմ ուրախ։ И красавица Софи Девоян-младшая! Օրվանից Մոսկովյան մասնաճյուղում պարուսուցն է Մերի Բաղդասարյանը, որը շատ մեծ աշխատանք է կատարում, եկեք ծափահարենք նրան, Մերի Բաղդասարյանին։ Каждая ее постановка – это история, рассказанная языком тела и души. Спасибо вам, Мэри, спасибо, дорогая Мэри, за ту магию, которую вы создаете с нашими девочками. Поздравляем с этим победой, конечно же, эти победы и еще много-много побед у вас будут.
Հիմա փորձենք մեր գեղեցկուհիներից նախ իմանալ ինչ համերգի իրենց տրամադրությունն է, ինչպես եք աղջիկներ։ Շատ լավ։ Դուք ինչպես եք։ Տրամադրությունը ես էլ հրաշալի, իհարկե, այս գեղեցիկ համերգին անհնար է վատ տրամադրություն ունենալ։ Ինչ եք պատրաստում, ինչքան եք աշխատում եւ ձեր ամենասիրելի պարը, չնայած գիտեմ, որ բոլոր պարերն էլ շատ սիրում եք, բայց որը կառանձնացնեք։ Ես կառանձնացնեմ Բերթը, որովհետև Բերթը ստեղծել է այդ պարը հենց Սոֆի Դևոյանը, տիկին Սոֆի Դևոյանը, եւ շատ մեծ պատիվ է պարել այդ պարը։ Конечно, волнуемся все, переживаем, но думаю, очень хорошо даже станцуем. Ինչ կմաղթեք հենց Սոֆի Դևոյանին, այսպես բոլորով միասին ինչ կասեք։ Երևի ամենառաջին շնորհակալություն, որովհետև это для нас большая честь, что мы танцуем, что мы ученики именно ее школы, и то, что она здесь, это для нас очень волнительно, и мы этого очень ждали. Նոր պարուսույց, երիտասարդ եւ շատ խոստումնալից մի գեղեցկուհի Լուիզա Կարապետյանը, եկեք ծափարենք Լուիզային։ Լուիզան արդեն լինելով սան դարձել է դպրոցի պարուսույցներից, այո, ես նախ շնորհավորում եմ քեզ եւ զգացողությունը թա որպես պարուսույց։ Շատ մեծ պատասխանատվություն է սա, իրականում վաղ կար եւ հիմա էլ կա, բայց գործը արված է շատ մեծ սիրով ու ես հույս ունեմ, որ իմ աշխատանքը նույնպես կսիրվի եւ շատ շնորհակալ եմ եւ իմ պարուսույցին, ընկերներին, Մերի Բաղդասարյանին եւ շնորհակալ եմ հենց Սոֆի Դևոյանին ինձ այսպիսի հնարավորություն ընձեռնելու համար։ Շատ շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ շատ։ Մաղթում եմ ստեղծագործական եւ որպես ուսուցիչ, պարուսույց նորանոր ու բազում հաջողություններ։ Շնորհակալ եմ շատ, ես նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ խմբին նաեւ, որովհետեւ նրանք էլ են ինձ շատ մեծ օգնություն տալիս, հա, եւ նորից կկրկնեմ ընկեր Մերին, Մերի Բաղդասարյանին, ինքը իմ միակ ուսուցչուհին է, ով ինձ ամեն ինչով իմ կողքին է, շնորհակալ եմ շատ, սիրում եմ։ Ինչ բոլորիդ մաղթում ենք լավ ու գեղեցիկ համերգ։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ էլ հաջողություն։ Շատ ուրախ ենք, որ եկել ենք։ Համերգը շատ սիրուն էր, շատ դուրս եկավ։ Ամեն երեխեքը շատ սիրուն էին պարում, իմ դուրը շատ եկավ։ Դու ինքդ պարում ես։ Չէ, բայց շատ կուզենայի։ Դե ուրեմն քեզ սպասում ենք դպրոցում Սոֆի Դևոյանի։ Մերսի շատ։ Շատ հուզիչ էր, շատ տպավորիչ էր, անակնկալներով լի էր, շատ շնորհակալ ենք։ Ինչպես միշտ Սոֆի Դևոյանը կարողացավ ցույց տալ, ապացուցել, որ ամենալավն է եւ հայ արվեստում, հայ պարարվեստում նամանավանդ մեր բալիկների համար դաստիարակում է մեր երեխաներին հայկական, հայասեր, հայկական ոգով։ Շատ շնորհակալություն։
շնորհակալություն եմ հայտնում անձնակազմին Մերինի Բաղդասարյանին, մյուսներին Սոֆի Դևոյանին, որ հայրենիքից հեռու, այսքան հեռու, մենք մեր հայկական արմատները չենք կորցնում, մենք մոտ ենք մեր արմատներին, մեր պարով։ Մենք շատ ենք Հայաստանում, իրանք ստեղ երեք հոգի և այսքան գործ, բրավո, սիրում եմ ձեզ և հոնարում եմ, ապրեք Մեր աղջիկը շատ փոքր է, բայց արդեն մեծ հաճույքով գնում է պարերին մեծ արարողություն է էսի, որ մեր հայկական մշակույթը մնում է Մոսկվայում, շատ մեծ հնարավորություն է մեզ տրվում, քանի որ մենք ստեղ ենք ապրում։ Московского филиала спасибо большое, что всегда рядом с нами. Ձեզ եմ շնորհակալ Մելինե ջան, հրավերի համար, վստահության համար ուրախ եմ շատ։ Մենք էլ ենք շատ շնորհակալ։ Ես այս պահին կարծում եմ, որ ամենաերջանիկ մարդն եմ, որովհետև այս էմոցիաները, այս աչքերը, այս շնորհակալական խոսքերը, դա կարծում եմ անգնահատելի է եւ ուղղակի անմոռանալի։ Շատ շնորհակալ եմ այս ջերմության համար եւ ինչպես խնդրեցին, ասացին կլինի շուշուտ հանդիպենք այսպես։ Ես մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդպես լինի։ Շնորհակալ եմ ծնողներին, որ լինելով օտար երկրում, միևնույն է իրենց երեխաներին շատ հայ են մեծացնում եւ շատ մոտ են պահում մեր արմատներին։ Շնորհակալ եմ բոլորիցս անչափ։ Ձեզ ենք շնորհակալ։ Նայեք ցավի Զարուհի բաբան մշորերի գույնին։ Դե բռնի։ Չէ, ստենց պիտի լինի, նայ հենց։ Կրծեր Սոֆի Դևոյան, խնդրում եմ, որպես կայացած պարուսույց արդեն քո տպավորություններով կիսվիր, գոհ ես։ Իրականում կարող եմ ասել, որ ունենք հրաշալի երեխաներ, հրաշալի սերունդ եւ շատ այս կարճ ժամանակահատվածում, որ իրեն կարողացան այսպիսի արդյունք տալ հանդիսատեսին, ես կարծում եմ դա ուղղակի հրաշք է։ Շնորհակալություն դրա համար մեր պարուսույցներին այստեղի ղեկավարությանը։ Ես կարծում եմ, որ մենք դեռ շատ ու շատ բեմեր ենք գրավելու միասին եւ շատ ուրախ եմ, որ այս ամբողջ այս մարդիկ այսքան հայ եւ ոչ միայն հայ, մենք հավաքել ենք միտեղ եւ շարունակում ենք հայկական արվեստը զարգացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Հայաստանից դուրս։ Շնորհակալ ենք մեր ծնողներին, ովքեր որ բերում են իրենց բալիկներին եւ դարձել են արդեն մեր ընտանիքի մի մասը։ Это был
очень трогательный концерт. Дети выступали великолепно. Но больше всего меня потрясло, когда одна маленькая девочка с очаровательной улыбкой вдруг забыла танец. Но она улыбнулась и продолжила. Я не могла ее не поцеловать и крикнуть ей «Браво!». Это было так профессионально. Я хочу еще раз всех поздравить с таким хорошим концертом, поблагодарить нашу очаровательную, потрясающую Мариночку за прекрасно проведенный вечер. И спасибо вообще всем вам за то, что вы есть. Я люблю вас. Вам спасибо, Софаре.